Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Սա ըստ էության համայնքների միավորմանն է վերաբերվում եւ միավորման 8-րդ փուլն ենք իրականացնում։ Կոնկրետես նախագծով առաջարկում ենք միավորել 9 համայնք, գոյություն ունեցող 9 համայնք 80 բնակավայրով եւ ձևավորել 3 խոշորացված համայնքներ 3 մարզերում, Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, ներառելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռիբերդ համայնքները, ընդհանուր 20 բնակավայր, Գորիս համայնքը Սյունիքի մարզում, ներառել ներկայիս Գորիս, Տաթև եւ Տեղ համայնքները, ընդհանուր առմամբ 28 բնակավայր եւ Եղեգնաձոր համայնքը Վայոց ձորի մարզում, ներառնելով Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները, ընդհանուր 32 բնակավայր։ Փոփոխությունը իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կկազմի 64։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խուդասյան, հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք մի բան, որ մենք չունենք get մեկ դեպք, երբ որ համայնք խոշորացրած լինենք, հետո ասենք, վայ, այս ինչի սենց արեցինք։ Պետք է չանել սա։ Ընդհակառակը, մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի եւ բնակավայրերի կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Ուրիշ բան որ չվերցնենք, խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողությունները էականորեն եւ անգամներով մեծանում են։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Իհարկե, նաեւ այստեղ քիչ առաջ ասվածի տրամաբանությամբ մենք պետք է համայնքային իշխանությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմներ մշակենք,